Եթե դուք այս վիդեոն տեսնում եք, այդ նշանակում է կամ ինձ ձերբակալել են, կամ կալանավորել են։ Մեկ ամիս բանտային կալանքում։ Հիմա ուր էլ որ կամ ես այսենց ժպտում եմ, իմ տրամադրությունը թույն է, դուխս միլիոն։ Կալանքի մեկ ամիսը ոչինչ չի փոխել։ Ալիկ Ալեքսանյանը նույնն է փոխանցում արդեն փաստաբանի միջոցով։ Նրա ոգին անկոտրում է եւ ինչպես ինքն է նշում, շարունակում է պայքարել այս անարդարությունների դեմ։ Տեսակցությունները սահմանափակ են, այս օրերին միայն մերձավոր ազգականների ու փաստաբանների հետ է Ալեքսանյանի շփումը։ Իսկ հորինված քրեական գործը փողերի լվացման ու քաղաքացիներին հավաքին մասնակցելու համար իբրև թե նյութապես շահագրգռելու մասին է։ Դատական ակտում գրել են, որ 24 վկայի ցուցմունքով է մեղադրանքը հաստատվում։ Մինչդեռ փաստաբանը պնդում է, ճիշտ հակառակի մասին են այդ ցուցմունքները։ Չկա որևիցե վկա, ում ցուցմունքը կխոսի այն մասին, օրինակ թե ինչ որ մեկի Ալիկ Ալեքսանյանը նյութապես շահագրգռել է հավաքներին մասնակցելու համար։ Ընդհակառակը անձինք, ովքեր որ հարցը քննել են, նշել են, որ որևիցե մեկը, այդ թվում Ալիկ Ալեքսանյանը իրեն երբևիցե որևէ կերպ չի շահագրգռել նյութապես, որպեսզի մասնակցի հավաքներին։ 30 էջանոց դատական ակտում չեն էլ տարանջատել այս 24 ցուցմունքը օրինակ փողերի լվացման թե նյութապես շահագրգռելու հանգամանքն է, այսպես ասած, հաստատում։ Ինչ վերաբերում է երկամսյա կալանքի տանելու դատարանի որոշմանը, այստեղ էլ ասում են իբրև թե Ալիկ Ալեքսանյանը կխոչընդոտեր նախաքննությանը։ Դատական ակտում գրել են, որ քրեական վարույթը սկզբնական ակտիվ փուլում է։ Ինչ ակտիվ փուլի մասին է խոսքը, երբ որ քրեական վարույթը դեռևս հարուցված է եղել մարտ ամսվանից։ Ավելին ասեմ, քրեական վարույթով հարցաքննվել են, եթե չեմ սխալվում, 120 եւ ավելի վկաներ, բայց չունենք գեթ մեկ վկա, ով կվկայի այն մասին, որ Ալիկ Ալեքսանյանը կատարել է այդ ենթադրյալ իրեն մեղսագրվող հանցագործությունները։ Լիաննա Գասպարյանը վստահեցնում է, երբ արդեն դրամբաց դատական նիստում նախաքննական գաղտնիքով կաշկանդված չլինեն եւ կարողանան բոլոր հանգամանքները ներկայացնել, շինց ու գործն ուղղակի կփլվի։ Ալեքսանյանի կալանքից հետո մոտ 20 միջնորդություն է այլ անձանց վերաբերյալ դատարաններ ներկայացվել, նույն մեղադրանքով։ Ոչ ոք կալանքի չի տարվել։ Ունեցել ենք դեպք, երբ այն հոդվածը, ինչը որ մեղսագրված է եղել Ալիկ Ալեքսանյանին, այն նրանց նկատմամբ խափանման միջոցը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հենց մեկը պետք է նշեմ մեր վերջին հունիսի 18-ին падգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի նկատմամբ եւս հարուցված էր առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով այդ արարքը եւ դատարանը եւս գտավ, որ հիմնավոր կասկածը բացակայում է, ավելին արձանագրեց, որ չկա որևէ տվյալ, որ Աշոտ Եղիազարյանը որևէ կերպ առնչություն է ունեցել Ալիկ Ալեքսանյանի հետ։ Ալեքսանյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 2-ին։ Փաստաբանի խոսքով դատական ակտում սևով սպիտակին գրված է, որ արդեն եղած տվյալները բավարար չեն լինելու կալանքի ժամկետը երկարաձգելու համար։ Ստացվում է, նոր տվյալներ պիտի հայթայթեն։ Ալեքսանյանի կալանքի որոշումը վերաքննիչ էր բողոքարկվել, մերժել են։ Փաստաբանի խոսքով դատարանները մեկ կետից են կառավարվում։ Ոչինչ զարմանալի չէ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։